Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Իրանում եւ Մերձավոր Արևելքում։ Կառավարությունից հայտնում են, որ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը զեկուցել է տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են նաեւ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նիստի արդյունքներով վարչապետը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը չի հրապարակվում։ Հաղորդվում է, որ նիստի մասնակիցները խորը ափսոսանք են նաև հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, իրենց ցավակցությունն արտահայտել զոհերի կապակցությամբ եւ ընդգծել խաղաղության շուտ ապույտ հաստատման անհրաժեշտությունը։ Անվտանգության խորհրդի գրասենյակն էլ տեղեկացնում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել Հանրապետության իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։ Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ այս պահին չեղարկված է չի կայանալու։ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով չեղյալ են հայտարարվել Աբու Դաբի, Դուբայ, Շարժա, Դոհա չվերթները բոլոր ուղղություններով։ Իդեպ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվում են այս ծոցի երկրներում, եւս տարբեր տեղեկությունների համաձայն անելանելի իրավիճակում են հայտնվել։ Շարունակում ենք մի քանի տեղեկություններ ներկայացնեմ։ Այս պահին հարձակումների հերթական ալիքն է տեղի ունենում Թեհրանի վրա։ Իրանն էլ հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Միացյալ Նահանգները 30 ռումբ է նետել այն տեղանքի վրա, որտեղ գտնվել են Խամենեին եւ Իրանի բարձրագույն ղեկավարությունը։ Նույն ժամանակ Իսրայելը կիրառել է 200 կործանիչ, 500 թիրախի հարվածելով ողջ երկրով մեկ։ Պակիստանում են տեղի ունենում ցույցեր աջակցություն Իրանի, պակիստանցիները փորձել են հրկիզել երկրում ՄԱԿ-ի շենքը։ Իրանի հետ համերաշխության բողոքի ցույցեր են տեղի ունենում տարբեր քաղաքներում, նրանք նաև հարձակվել են Կարաչիում Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա, Բաղդադում եւս իրավիճակը անկայուն է, ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա, աջակցություն Իրանի։ Այս պահին իրանական կողմը շարունակում է նաև հարվածներ հասցնել ծոցի այլ երկրներին, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Միացյալ Նահանգների ռազմաբազաներին։ Հաղորդվում է, որ Դուբայում շարունակում են հնչել պայթյուններ եւ ըստ տարբեր տեղեկությունների դրանք չեն թիրախավորում միայն ռազմական օբյեկտները, նշեմ օդակայանները փակ են, Երևանից ծոցի երկրներ եւ հակառակ ուղղությամբ չվերթերը դադարեցված են։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Ողջույն պարոն Գաբոյան, շնորհակալություն միանալու համար։ Բարի օր, պարոն Մոսկոնյան, մերսի, շնորհակալ եմ ես։ Պարոն Գաբոյան, եւ այսպես նախ սկսենք իրավիճակի ախտորոշումից, ինչ իրավիճակի հետ գործ ունենք, կառավարելի էսկալացիա, թե հնարավոր լայնամասշտաբ բախում, արդյոք հավանական համարում ենք իրանական դիմակայության մեջ ծոցի երկրների ներգրավումը, հաշվի առնելով նաեւ հրթիռային հարվածների այն ծավալը, որոնք մասնավորապես կրում է Արաբական Միացյալ Էմիրությունները, համեցեք։ Եվ այսպես հետևեցանք, Իրանը սկսավ մի քանի ճակատով ռմբակոծել արաբական ծոցի երկրները, Բահրեն, Քուվեյթ, Սաուդիա, Էմիրատներ եւ այլն, ինչը որ գերեւի, այսինքն եթե չասենք անջարության արդյունք էր կամ այսպես ուզեց ցույց տալ իր բարձրակույն այդ կամ հանձնարարությունը, որ մինչև վերջ երթա հարցերուն, բայց սա մյուս կողմեն արաբական ծոցի երկրներու հագաթարցության հետ կապ շատ չունի, որովհետև Ամերիկան է ստանցնող այստեղ ամեն տեսակի նախաձեռնություն անշն Իսրայելի հետ, անորոմար արաբական այսպես կոչված արաբական ճակատը այդքան էլ մեր նշանակություն չունի այս պատերազմի մեջ, ինչքան էլ պիտի փորձվի, որ արաբական երկրները ներգրավել
այս պատերազմի մեջ, բայց հիմնական ցուցանիշը եւ ուղեցույցը իսրայելյան եւ ամերիկյան հարձակումներն են։ Ընդհանուր առմամբ, ինչպես կհետևինք, այս շատ մեծ հարված էր Իրանին, որը անսպասելի, դեսակ անսպասելի էր եւ շատ հուժկու, շատ սերտված եւ ցավցնող, եթե չսեմ կործանիչ, որովհետեւ այս մասշտաբի, այս տեխնոլոգիի գիրառումով, այս մագարտակի ուժով դեռ չենք տեսած այսպիսի բան տարածքաշրջանի մանավանդ պատմության մեջ։ Եւ արդյոք դա հնարավոր է բերի ավելի լայնածավալ բախման, հա, այսինքն ավելի քաոտիկ եւ անկանխատեսելի զարգացումների եւ չմնա կառավարելի տիրույթում։ Կառավարելի տիրույթը այդ իմաստով բնականաբար Ամերիկայի եւ Իսրայելի ցերկն է, ոչ մեկ բան կկարծեմ ամես կարծիքովս դուրս է գրված սցենարիոյեն, Իրանը ունի անշուշտ խաղակարտեր, բայց այդ խաղակարտերը այլևս պատերազմական դաշտի մեջ օգտագործվելի խաղակարտեր են, այսինքն պիտի ուղղակի բարվե իր բոլոր զինանոցը, գխոսվի 2000 հրթիռի մասին, 2000-3000, որոնց մեկ արդեն չեզոքացված է 20% կամ 30% նույնիսկ, բայց ամենահիմնական խնդիրը Իրանին, որ այլևս բաց դաշտ եղավ Ամերիկայի եւ Իսրայելի, այսինքն նույնիսկ հրթիռագործման դեղերը, գետերը այլևս քիչած են շատ, ինչպես փորձագետները գսեն, ռազմավարստի փորձագետները, եւ այդ մեծ խնդիր է Իրանի համար։ Կարծեմ թե ավելի մաքրություն արձանագրելու խնդիր չի գա, այս 1-2 օրը եթե ցնցիչ պատասխանը ամես կարծիքովս Իրանին, եթե թիմեր շատ ավելի հիմա այդպիսի խոսակցություններ եղավ, բայց մեծ խոսակցություններ կհամարվին Իրանի խոսակցությունները, ինչպես որ միշտ խոսած ենք այս նյութին շուրջ բանոսկայան, որտեղ փաստվեցավ, որ մեծ խոսակցություն չկա Իսրայելին կողմը, միջ այդ մյուս կողմը միան դարված է մեծ խոսակցությամբ, անորոշ այդ ցնցիչ ռումբի մասին խոսեն, դեռ չօգտագործված զենքեր, բայց ուր պիտի լա այդոնց թիրախ օգտագործման, եթե արաբական ծոցի երկիրներն են, ինչպես որ նշեցի, շատ աստեցիկ չէ կամ շատ այս նպատակասլաց չի գրնար համարվել երկար առումով, այսինքն եթե մեկ ամիս պիտի ռմբակոծվի արաբական ծոցի երկիրները պատկերացնենք Իրանը ինչ պիտի վերածվի։ Պարոն Գաբյան, այս պահին էլ շարունակվում է հարձակումը իսրայելա-ամերիկյան եւ այս պահին ռազմական օբյեկտներից բացի նաեւ Թեհրանի կենտրոնական թաղամասներն են, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը։ Ես նաեւ նշեցի, դուք մեզ միացել եք Դուբայից, կխնդրեմ նաեւ այդտեղ իրավիճակի ընդհանուր, հա, նկարագրություն մեզ ներկայացնել, այն տեղեկությունները, որոնք կան, օդանավականին են եղել հարվածներ, սահմանափակումներ կան, այսինքն օդանավականները այս պահին չի գործում, հաղորդվում է, որ հիմա էլ Իրանը շարունակում է Դուբայի ուղղությամբ որոշակի հարվածներ իրականացնել, ընդհանուր իրավիճակը այդտեղ ինչպիսին է։ Այո, ինչպես հետևեցաք, 3 գիշեր քիչ ավելի ծանր էր կամ այսպես քաոսային էր, որովհետև մի քանի անգամ բոլոր հեռախոսներուն եկավ նախազգուշացում, որ զգուշացեք հավանական հարձակումները եւ անշուշտ հրթիռներու փեկորներու ինալեն եւ տեսանք ես արդուս անցամբ հուշկությաններ լսեցի իմ շրջանից մեջ, բայց Դուբայը շատ մեծ քաղաք է եւ Դուբայը ռազմական կենտրոններ չունի շատ, ինչպես որ գիտենք ավելի հեռու են ամերիկյան Աբու Դաբի, ամերիկյան ռազմաբազաները, եթե սա պիտի ուղղակի Դուբայի ռմբակոծում է, փորձած են Բուրջ Խալիֆեն աշտարակը ռմբակոծել, սա այլևս պատերազմական բարձ թիրախայասին քաղաքացիական թիրախավորում է, որը անցակորություն կրնա համարվել միջազգայինորեն։ Հիմա ավելի անդարդ է 1-2 ժամը, բայց նախազգուշացուցել է Իրանը, որ հարվածը իբր թե ճակերտված շատ ավելի անկանխատեսելի եւ ծանր պիտի դառնա։ Չէ նշած ուղղակի Դուբայի հարվածը կամ ոչ, բայց եթե այսինքն Դուբայը ռմբակոծվի, Դուբայի որ մասը պիտի ռմբակոծվի, այսինքն նույնինքն շատ
մութ է կամ անհասկանալի կամ անըմբռնելի բան մգա սիրելի որովհետև եթե պիտի հագոն այսինքն պատահականորեն դուբայը ռմպագոծեն լավ քիչ ուրիշ բանի վերածվեցավ սա ռազմական փախում կամ թիմագայություն չի այլևս Ռազմավարական նպատակները ձեզ որոնք են, հա, սա բացարձակ, այսպես ասենք, միջուկային հարցի լուծման հարց է, ռեժիմի փոփոխություն է, մեծ տարածաշրջանի իմաստով որոշակի վերաձևումներ իրականացնելու այս հարցի որպես շարունակություն, հա, ինչպես կարող է օրինակ նույն իրավիճակը անդրադառնալ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, մեր անմիջական տարածաշրջանի Հայաստան, Ադրբեջան եւ այլն այս բոլոր երկրների անվտանգության վրա։ Ինքը մենք ականատես կդառնանք նոր աշխարհ քաղաքնիկ չի կարծում ամենստապերացած բոլոր նոր աշխարհի նոր ձևավորման, այսինքն սովետ միության կայքայնման վերջ, Ամերիկայի միանցնյա քերագայութենեն վերջի մագդստենք վերջնական այսինքն ձևավորում այդ այսպիսի ուժ, այսպիսի մասշտաբի քերագայություն իսրայելյան անշուշտ իր ներքրավմամբ Իսրայելի չասենք ղեկավարությամբ, բայց ամերիկյան իսրայելյան ներդաշնակությամբ այսպիսի բան ինչպես որ ականատեսից չեն եղած։ Եթե Իրանն այդ ամերիկյան առանցքին մոտենա, ինչպես որ այլևս Սուրիան է, ինչպես Լիբանանը, ինչպես արդեն Եգիպտոսը, Հորդանանը, արդեն բոլոր ծոցի երկիրները ամերիկյան հովանավորչուն գվայլեն, իսրայելյան համատրոններ ունին, Իրանն ալ եթե այսպես կոչված ինա վերջնականապես, մենք կարծեմ քալի 20-30 նույնիսկ 50 տարին կտեսնենք նոր միջին արևելք, որտեղ ամերիկյան է, իսրայելյան է, որտեղ Չինաստանի թերակատարությունը կամաց նույնիսկ տնտեսական պիտի սահմանափակվի, անշուշտ Ռուսիա չկա քարտեզին վրա, բացարձակ, այսինքն մոտավորապես համեմատաբար, ինչը կտանի միահեծան, միապևեր աշխարհիմը, որը լավ է վատ է տարածքաշրջանի երկրներում, անավանդ մեր պրիզմագեն Հայաստանի համար չենք կնա վերջնական պատասխան տալ, բայց այդ մեկ իրողություն կա, որ Ամերիկայի եւ Իսրայելի թեմ անտիման լալը կամ թիմագայելը այդքան արդյունավետ չէր վերջին 30 տարին եւ արդեն իր վերջին արարները գաբրի այդ թիմագայությունը եւ չախճախվեցավ այդ առանցքը, որը քաղաքապարախոսական եւ կրոնական եւ ասկային սնանկություններ ուներ, որովհետեւ փտտած էր, որովհետեւ ուրիշ թեմա է, չեր կարեմ չօգտագործեմ իմ ժամանակս, կգարձեմ նոր աշխարհի ձևավորում մենք, եթե Հայաստանի պրիզմագեն դիտենք ինչպես որ միշտ եւ մեր շահերու մենք ունենք Թրամփի ուղին, որը կորզատրվի կամ չկորզատրվի մեզի այսպես կամ ամենս հարաբերաբար քիչ հակասություն կամ անվտանգության ապահովման ծևը կամ բանացևը գրնանք գտնելուն։ Պարոն Գաբոյան, իսկ հիմնական ռիսկերը, որոնք ստեղծվում են այս իրավիճակով Հայաստանի համար, ես նշեցի, որ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, արտաքին հետախուզական ծառայության պետը, անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել, զեկուցել են իրավիճակը Իրանում, Մերձավոր Արևելքում, նաև ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, հնարավորինս կառավարելու եւ զսպելու հնարավոր բացասական ազդեցությունները, որոնք կարող են գալ Հայաստանի վրա։ Ինչպիսին են դրանք փախստականների հոսքեր, վատագույն սցենարների դեպքում Իրանի հնարավոր տարողում նոր միավորումների ինչ-որ ձևավորումներ, Ադրբեջանի կողմից սպառնալիքի աճի մեծացում, հա, որոնք են այդ ռիսկերը։ Եթե հարցը պատկերացնենք, որ միջազգային կամ մանավանդ տարածքաշրջանի անվտանգության ջարդարաբեդությունը այլևս ամերիկյա-իսրայելյան է, եւ այդտեղ թերագադարներ չի կան, որտեղ Իրանն անշուշտ այսպես կփլուզվի դրոման բարակային, եթե Իրանը պիտի մասնատվի այդ անվտանգության համագարկը, եթե պիտի ուշտա կամ Թուրքիային եւ Ադրբեջանին մեր խնդիրները անշուշտ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ անշուշտ Ռուսիայի հետ, բայց հիմա ուժային գոտակումներ ունի թե այսինքն ռազմավարական,
թե ռազմական Ռուսիան ավելի Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայիս այդ մենք այդտեղ շատ ընելիք չունենք այն իմաստով որ միան ինչպես որ հիշեցիք քաղաքականներու խնդիրն է մեզի կմտահոգեցնե որովհետեւ մենք դակավին դկար երկիր ենք, դակավին չենք կայացած, դակավին ճշմարտաբար, այսինքն ժողովրդական օրենալ, եթե մենք 3 միլիոն ենք, բայց մեզի պետք են շատ բարձր արհեստագիտություն, տեխնոլոգի եւ անվտանգային ուժեր, այսինքն ոչ թե բանակ police կոչված որ օրինակ Իսրայելի մագարտակի police որը իրենք մի քանի միլիոնոց երկիր են, բայց իրենց անվտանգությունը ապահովելու իր քաղաքացիներուն խնդիր չունին թիմավորել օրական 1.5 միլիոն պաղեստինցի հետ ճամփել իբր գործավոր։ Մենք այդ հնարավորությունները չունենք, անորոշ մեր ազգային անվտանգության հիմնական հարցը կարծեմ այդ ներհոսք քաղաքականներու խնդիրն է։ Այդքե դուրս մեզի չէ ցկված շատ այդտեղ դերակատարություն, եթե դրոհման իբր արդյունք առաջանա ադրբեջանը կամ Քուրդիստանը կամ Բոլոջիստանը կամ ահուազներու արաբներու ինքնավարությունը այդտեղ մենք կատարելիք թեր չունենք մենք միշտ եւ բոլորն գիտեն կարծեմ թե ամենասապար ամերիկանը գիտե որ ոչ մենք ոչ բեռնանք ռազմավազա դառնալ լոջիստիկորեն մենք շահավոր չենք որ մեր միջոցով ռմբակոծվի Իրանը կամ նույնիսկ ցամաքային ներխուժումը լա մեր կողմեն եւ երկրորդ ուրիշ խնդիրներ ալ եթե բացահայտվին դրոհում են յետ մենք սկոն պետք է լանք եւ ներքին կոնե խլորդումներեն մենք խուսափենք գտնենք մինի նվազագույն մեր միջև այդ կոնսենսուսը մեր ազգային անվտանգության եւ ազգային շահերուն, որը ցավոք մենք խարխափումներու մեջ ենք դեռ եւ Ռուսիային եկող պարակտումները մեզ շատ մեծ քինգ վճարեցին դժբախտաբար։ Որքանով է հավանական որ իրավիճակը կներքաշի նաեւ Չինաստանին ու Ռուսաստանին։ Չեմ կարծեր բարոն որ Ռուսիան ընդհանրակը շատ փորձակետներն Ռուսիան նույնիսկ համագարկեց կամ ինքը այդ վիճակի մեջ չէ որ հավանություն դա բայց չգրծավ դեր կանգնել կամ աճակցիլ Չինաստանը իր բոլոր արտի պատմության մեջ ռազմականորեն ուղղակի նեցուկ չկանգնած որևէ պետության այսինքն անուղղակի լոջիստիկ կամ ցևոմ բանակ Ռուսիա օգնեց դրոններու հարցով մի քանի ուրիշ մանր հարցերով Չինաստանը թերակատար չէ տնտեսական թերակատար է Չինաստանը եւ այդ տնտեսական թերակատարության թիրախավորած են այսպես կամ այնպես Չինաստանին որովհետեւ եթե Իրանը արևմտյան առանցքին միանա բնականաբար Silk Road-ը, այսինքն մեկ կոդի մեկ չինական ընդհանուր ամբողջ ծրագիրները խարխափին կամ ուրիշ ցև կստանան։ Շնորհակալ եմ պարոն Գաբոյան։ Ճարժեր, բարի օր։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանն էր մի քանի թարմ տեղեկություններ, որոնք այս պահին հաղորդվում են։ Եվ այսպես իսրայելական ամերիկյան կողմը թիրախավորում է, շարունակում է թիրախավորել Իրանի տարածքը, մասնավորապես այս պահին ռազմական ակտիվ գործողություններ են իրականացվում մայրաքաղաք Թեհրանում, թիրախում բալիստիկ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացումն են, ռազմակայաններն են, այդ թվում եւ Թեհրանի կառավարական շենքերը։ Իրանը պատասխան հարվածներ է ուղղում այս պահին Իսրայելում, Թել Ավիվում հնչում են պայթյուններ, միաժամանակ իրանական կողմը հարվածներ է հասցնում նաեւ ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ, այս պահին հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունենում Կատարի մայրաքաղաքում, ինչպես նաև Դուբայ քաղաքում հաղորդվում է մի քանի պայթյունի մասին։ Հիշեցնեմ նաև, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով ռազմաքաղաքական ղեկավարությունից ըստ տարբեր տեղեկությունների 40 անձ է արդեն իսկ սպանվել։ Նոր Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են հերթական սպանվածի մասին, Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարության
պաշտպանության հետախուզական ծառայության ղեկավար գեներալ լեյտենանտ Ղոլար Մեզա Ռայզանն է սպանվել։ Ինչպես թողարկման սկզբում նշեցի, սպանվածների թվում են ըստ պաշտոնական տեղեկությունների, այդ թվում եւ Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Բաքփուրին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլլահի Մուսավին եւ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, դե բնականաբար ամենաառանցքային իրադարձություններից մեկն էլ այս համատեքստում Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի սպանությունն է, որի մասին արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է եւ Իրանում հայտարարվել է սուկ, ձևավորվել է 3 անձից բաղկացած խորհուրդ, որոնք կատարելու են նրա պարտականությունները, մինչեւ Աստվածաբանների մեծ ժողովը կընտրի արդեն նոր հոգևոր առաջնորդ, թե ում դեռևս չի հաղորդում։ Նաեւ տեղեկացնեմ, որ Հայաստանում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են առանցքային բոլոր նախարարությունները, ովքեր համակարգում հետևում են իրավիճակին եւ փորձում են հնարավորինս կառավարելի պահել Իրանում ստեղծված իրավիճակից եկող բացասական հետևանքները Հայաստանի Հանրապետության վրա։ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայաններից բոլոր չվերթերը դեպի ծոցի երկրներ Դուբայ, Աբու Դաբի, Շարժա, Դոհա եւ այլն բոլոր չվերթները չեղարկված են։ Նշեմ, որ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, ովքեր այս պահին գտնվում են ծոցի երկրներում։ Այժմի համար այսքանը, մնացեք առաջինի հետ, մենք շարունակում ենք հետևել մեծ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, դեռ եթերում ենք լինելու թարմ տեղեկատվությամբ, վերլուծություններով։ Ես Շիրայր Ոսկանյանն եմ։